Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, որը լինում է յուրաքանչյուր կիրակի, տեսնենք ինչպես է կատարվելու, տեսնենք երբ է կատարվելու մեր բոլորի ցանկությունները։ Ցանկությունները ամենակարևոր բանն են, մարդը դրանով է ապրում, նպատակ է դնում իր առջև, այդ նպատակը դարձնում ցանկություն կամ ցանկությունը դարձնում նպատակ և հետո արդեն գնում դեպի դա։ Եթե մարդը երազանք չի ունենում, ցանկություն չի ունենում, այդ մարդը չի ապրում ուղղակի։ Դուք նաև կարող եք ուղղել այստեղ ձեր հարցերը և հարցերի պատասխանները ստանալ մնացած քարտերով, եթե չի ընկնում աստղը։ Եվ իհարկե 4 տարբերակներից պահեք ոչ թե մեկը, այսինքն մեկ ցանկություն, այլ 4 տարբեր ցանկություն պահեք։ 4-ը մեկը մի պահեք, որովհետև դա բավականին սխալ է։ Մեկը կարող է լինել, մյուսը չլինել, եւ դուք էլ կխճճվեք հիմա լինելու է ցանկությունս թե ոչ, հա։ Դրա համար տարբեր պահեք, միգուցե ժամկետներ, միգուցե ժամկետը պահեք մինչև այս շաբաթվա վերջ։ Լինում է, որ մոռանում եմ կամ ժամանակի առումով չեմ հասցնում տեղադրել, ոչինչ։ Դուք կիմանաք գոնե, եթե ուշանալու է, որքան ժամանակ հետո է լինելու գոնե։ Ինչքան է ուշանալու։ Եթե դուք անժամկետ եք պահել, դուք չեք էլ իմանա, թե այդ ձեր ցանկությունը երբ է ուշանալու, ինչքան շատ։ Մինչև պահեք, այդքան էլ ճիշտ։ Մեի փրուշտա։ Ես մի փոքր խառնեմ, ինչև դուք պահեք։ Ինչպես տեսնում եք, կարմիր թելը եւս կապել եմ։ Ես էլ եմ կապել, աղջիկս էլ է կապել։ Այս անգամ շատ էր ուզում, չգիտեմ ինչու։ Դե պահեք։ Ահա, հուսով եմ պահեցիք, եթե ոչ, ապա կանգնեցրեք, պահեք, հետո կարող եք վերադառնալ։ Մենք կնայենք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը մի փոքր երից հեռու է։ Եթե մի աննշան էլ լիներ, ապա ոնց որ իրար կողք կլիներ։ Ուրեմն առաջին տարբերակի համար ցանկությունը մի փոքր ոնց որ մեկ քայլ է, կարելի է այդպես ասել, շատ ըստ ինձ ոնց որ շատ ինքը չի ուշանում, նաև տեղափոխություն, եթե պահել եք, որ տեղափոխվեք մեկ այլ բնակարան, նաև վերանորոգում կատարել բնակարանը, նաև գործիքներ գնել ձեր գործունեության համար, ձեր բիզնեսի համար։ Եթե պահել եք ընտանի կենդանի, ապա եւս կարող եք պահել եւ նաեւ եթե ուժ եք ուզում, հա, ինչ որ մի բանը առաջ տանելու համար, ինչ որ մի բանին դիմակայելու համար, ապա եւս, հա, այդ ուժը կունենաք։ Պարտքեր, վարկեր մարելու համար, նաեւ վարկեր դիմելու համար։ Հարսանիք, նաև, եթե ովքեր պահել էին կամուստանամ արդյոք, ապա կարող եք պատրաստվել, եթե իհարկե արդեն ամուսնության առաջարկ է արել, սա հենց ոնց որ հարսանիքն է, որ պատրաստում եք։
Եվ ուսման հետ կապված դիպլոմ, ընդունվել, որ չէ ուսումնական հաստատություն, թե կոզ ինչ-որ կուրսերի, կարող եք արդյոք թե ոչ, հա, ոնց որ եթե այդ հարցն է, ապա այստեղ այո։ Եվ կարծես թե ոչինչ բաց չեմ թողել։ Այսքանը առաջին տարբերակի համար, եթե ինչ-որ մի բան կլինի, կարող եք գրել դուք ինձ։ Պահեք երկրորդը կամ պատկերացրեք ձեր ցանկությունները, որը որ պահել եք կամ ցանկությունը։ Ամեն անգամ, երբ որ քարտերը խառնում եմ, դուք պատկերացրեք ձեր ցանկությունը։ Ինչպես այն կատարվում, ինչպես եք ուզում, որ նա կատարվի, այդպես։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր նայեք, ինչքան չնչինա տարբերությունը։ Շատ փոքր, շատ քիչ է ուշ լինելու։ Ինչպես որ տրամադրությունն հետ մի գցեք, այն շատ չի ուշանա։ Ահա, ուրեմն երկրորդ տարբերակում նայեք, շատ չնչին է ուշանում, ընդամենը մեկ քայլ, կարելի է այդպես ասել, ինչպես որ առաջինն էր։ Գնալ շոփինգի, գումարնել է, հա, շատ մոտ են իրար եւ որքան ունեք, կարող է մի փոքր էլ վրան ավելանա, ոչ շատ, հա, այնքան որ դուք եք ուզում, եւ հետո արդեն կարող եք գնալ շոփինգի։ Ամուսնություն, հարսանիք եւս։ Եթե ուզում եք ինչ-որ մեկից հեռվանալ, բաժանվել, չեք կարողանում այդ մարդուց, կպել է ձեզ եւ չի թողում, որ դուք իրարից հեռվանաք, ապա եթե ուզում եք հեռվանալ, այդ ցանկությունը եւս կկատարվի։ Այստեղ գործարք է հստակ բիզնեսի հետ կապված գործարքներ են, ընդունելություն աշխատանքի, ձեր բիզնեսը բացել, ձեր բիզնեսը առաջ տանել, նաեւ կարող են ձեզ ծանոթացնել, հա, հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Երրորդ անձնավորությունը, ձեր ընկերներից ոչը մեկը, ձեր ծանոթներից ոչը մեկը։ Ու միգուցե աշխատանքի վայրում։ Եթե բիզնես եք ուզում բացել, հանգիստ բացեք եւ կարող եք նաեւ այդ գործարքը կնքել։ Ինչ որ կա, հա, ինչ որ մի բան եք ուզում անեք։ Այսքանը երկրորդ տարբերակի համար։ Պահեք երրորդ տարբերակը կամ պատկերացրեք ձեր ցանկությունները։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Մի չափես ընկավ, ինչ որ բան, հետո կմեկնաբանը։ Դե չնայած ինձ թվում է արդեն նկարներից պարզ է ձեզ համար։
մի փոքր հեռու է ցանկությունը։ Դեռևս կարելի ասել ժամանակը չէ, որ այն կատարվի, դրա համար էլ չի ընկել։ Ուրեմն երրորդ տարբերակում ամեն ինչ պետական, ամեն ինչ օտար երկրների հետ, հա, թեկուզ այնտեղի պետական հիմնարկության հետ կապված, ինչ որ փաստաթղթերի հետ կապված, այդ ամենը նաև հանգստի հետ կապված, եթե ուզում եք գնալ հանգստանալու եւ խնդիրներ կան, ապա ոնց որ աշխատանքի վայրում կթողեն։ Նիհարելու հետ կապված, եթե ցանկություն ունեք, ապա կնիհարեք։ Ուժ ինչ որ մի բանի դիմանալու համար նաև ընտանի կենդանի, եթե ուզում եք դա եւս, նա կարողանաք պահել։ Սա հանգիստն է, որպեսզի գնաք հանգստանալու, արձակուրդ, դա եւս կենցաղային տեխնիկան եւս կունենաք եւ մեքենա։ Միգուցե դուք եք գնում, միգուցե նաև ձեզ նվիրում են մեքենա։ Այսքանը նաև երրորդ տարբերակի համար ցանկությունը մի փոքր ուշ է այստեղ։ Դեռ ուրեմն ժամանակը չէ, դեռ պետք է եւս սպասեք։ Գուցե այնինչ պահել եք դեռևս ինչ որ իրական պատասխան դեռ չկա, այդպես կարելի է նաև։ Որ դեռ Աստված է չգիտի, այդ դրա հետ կապված ձեզ ինչ է ուզում անել։ Գնանք չորրորդ տարբերակը։ Գուցե եթե չեք պահել, կանգնեցրեք, պահեք։ Ահա, կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Ահա, ցանկությունը իրականացավ։ Շնորհավորում եմ ձեզ։ Վերջապես աստղն ընկավ։ Ահա, ուրեմն չորրորդ տարբերակում ցանկությունը կատարվում է, նաև այդ օրը այն հարցերը, որոնք վերաբերվում են ուսման հետ, դիպլոմի հետ կապված, ապա դա եւս տեղի կունենա, շոփինգի կարող եք գնալ, ճիշտ է, գումարը մի փոքր հեռու է, բայց այն ինչքան որ ունեք, այդքանով կարող եք գնալ։ Նաև սպորտի հետ կապված հարցերը եւս, նա եթե ուզում եք սպորտով զբաղվել, ուզում եք մրցանակ շահել, ապա պարապեք եւ այն կունենաք։ Ծնունդ, եթե հարազատներից մեկի ծնունդն է եւ մտածում եք կարողանաք արդյոք անել, ապա այո, այն կկարողանաք անել եւ իհարկե ամուսնության առաջարկ, սա ձեզ, հա, եթե ուզում եք ինչ-որ մեկը ամուսնության առաջարկ անի, ապա պատրաստվեք, շուտով ձեզ ամուսնության առաջարկ են անելու։ Այսքանը կարծես թե ոչինչ չկա։
Այսքանը սիրելիներս, ամեն ինչ թողեք Աստծուն, եթե ինչ-որ մի բանը պետք լինի, այն անպայման իրականություն կդառնա, առանց Աստղով միևնույն է, հա, ինչ է, որ հարկավոր է մեզ, նա գալիս է մեր կյանքին, ինչ որ հարկավոր չէ, նա գնում է ուղղակի մեր կյանքից, ուրիշ ոչինչ։ Այսքանը թող որ ձեր ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ դուք պատրաստ եք դրան, եւ երբ Աստված է այդպես կամենում։ Լավ եղեք։